Երեխեք, բարև բոլորին։ Տեսնում եք ինչ սիրուն ենք, ինչ սիրուն սեթեր ենք հագել։ Սրանք օքի նոր սեթերն են։ Եթե դու ես ուզում լինել ոճային ու ունենալ մեր սեթերից, հենց հիմա զանգահարիր այս հեռախոսահամարով ու ունեցի ամենասիրուն, ամենավոճային սեթերից։ Եթե ունենաս մեկ սեթ, կապ չունի, որ գույնը կընտրես, բուրգունդը, թե կապույտը, կարող ես կրել եւ ձմռանը, եւ ամռանը, եւ գարնանը, եւ աշնանը։ Մեր սեթերը տրանսֆորմացվում են, կարող եք կրել ամբողջական տարբերակով, կարող եք հանել թևերը դարձնել կարճ թև եւ կարող եք կրել նաեւ տոп տարբերակով։ Շալվարի հատվածում ունենք կախազարդի հատուկ հատված, որտեղից կարող եք կախել ձեր գլոսերը, ձեր AirPods-երը, ձեր կախազարդերը, ձեր բանալիները, այն, ինչը ձեզ պետք է օրվա ընթացքում ամենաշատ։ Եթե ուզում ես մեզ հետ ապրել, դառնալ օքի Dance Studio-ի մի մասնիկը ու նկարահանվել օքի 3-րդ եթերաշրջանում, ուրեմն հենց հիմա զանգահարում ես ներքևում նշված հեռախոսահամարով, գալիս ես, մենք էլ քեզ դիմավորում ենք մեր թիմով։ Տեսար Նիկա, ոչ մեկը չեք հավատում իմ ուժերին։ Երեք վիդեո սկսել եմ 500,000 պրասմոտր հավաքել, ասա։ Հա, շատ թույն ապրես։ Այնց լավ բաներ են գրում։ Մեկը գրել է ասում է, ապրես տղես, հետո էլ կասեն մեր սերունդը կործանվում է, հալալը։ Այս մեկն էլ ասում է քեզ տղավարի մի քիչ պայի, ես ի՞նչ չա գրել արա։ Բայց արի ֆիքսենք, որ էս էլ է հաջողություն։ Իմ առաջին հեյթերը գոհար կերատինային հարթեցումն է։ Ես քո ծավը տանեմ։ Բլոկ։ Այստեղ դուռ եմ ճռում 2 ժամը։ Էդ եք էլի թկած ունեք ձեր ընկերոջ հաջողության վրա։ Փոխանակ ուրախանակ նախանձվում եք։ Ստյոպիկ կներես էլի։ Ես ուղղակի շատ լարված եմ, չգիտեմ ինձ այսօր ոնց պահեմ։ Հա դե, հայտնի ընկեր ունենալը բարդ է։ Ոնց պետք է պահես։ Գլուխդ բարձր։ Մի Երևան, մի Ստյոպիկ։ Ստյոպիկ խոսքը Լիզայի մասին է։ Չգիտեմ ինձ Լիզայի մոտ ոնց պահեմ։ Արա ճիշտ է, երեք ինչ եք խոսացել։ Ոչ մի բան։ Ոչ զանգերիս է պատասխանում, ոչ նամակներիս։ Բարձա, լավ, ամաչում է երեխեն։ Բայց քեզ մի քիչ տղամարդավարի կպահես։ Ապրես Ստյոպիկ։ Շատ լավ խորհուրդներ ես տալիս։ Ուրա կռլեն ինքը մի նորմալ բան կասի ինձ։ Այմար դու նրա խորհուրդներին, որ հետևես Լիզան կթողի կփախնի։ Սկսվեց։ Հենա եկան։ Քեզ սովորական պայ չճնշես։ Բարեկսես։ Բարի լույս, բալեքս, ո՞նց եք։ Լավ, Ստյոպիկ, դուք ո՞նց եք։ Լավ, իսկ Լիզան ձեր հետ չի երեխեք։ Չէ, իրան տանն ենք թողել։ Հա, հասկացա։ Դե լավ, ես գնամ։ Էդ ուրեմն ուզում ես ասես ես այնքան փոքր եմ, որ ինձ չես տեսնում։ Դու հերվից հերու պիտի զգայր, որ ես ստեղ եմ։ Ձևսի չափ էլ չկաս, հա։ Լիզա, բայց ես քեզ նկատել էի, ուղղակի մոնան չափերով այդքան մեծ չի էլի, որ չտեսնեի։ Հա։ Այսօր քեզ սպասում եմ լանչին։ Բայց կռլեն ուրա, իրանից չի, ինքը Ստյոպիկից շուտ էր գալիս։ Ինչ եղավ, այլ մոլորակային եք տեսել։ Այլ մոլորակային տեսնելուց էլ ավելի տարօրինակ է։ Օքի, ես դու մի քանի հոգի, օքի, մեր հետ ասա դուքի։ Բարի օր ձեզ։ Հայիկ! Բոնան ասեց, եթե սենց գամ, ինձ կսիրահարվի։ Ես էլ իմ սիրած աղջկա համար ամեն չի պատրաստ եմ։ Ես կատակ է անում կռլե։ Քո մտածելով ես պիտի ինչ-որ բան անելու դիմաց սիրահարվեմ։ Օլապ կռլե ամոթա կորից տեղից ես կան նստել եմ հետդ խայտարակ եմ լել եմ։ Երեք կանգա շորերով էիր, արա։ Մոնա, այսինքն,
Այս ամեն ինչը քո համար ոչ մի բան չի նշանակում։ Չէ, չի նշանակում։ Ընդհակառակը ավելի համոզվեցի, որ աննորմալ ես։ Ակրնե, բայց աղբերական արի իրար հետ նկարվենք էլի։ Գիտես էջս ոնց կգմպցնի։ Էս ինչա կատարվում 2 օր։ Երեք էս տոպիկներ տատի շորեր հագնել։ Ձերդ մի բան։ Ինչի՞։ Դե իմը բացառապես գեղարվեստական նպատակներով։ Բաճը էսի։ Արա կռնես ինչա վիճակը։ Համոտ։ Կադրենք իմ արև։ Էլը ոսը դիջեբը։ Այս կնդալը էջա դայնա։ Aria senkoki, oki, du, yes, umikani hoki, oki, me, het, asaoki. Oki, du, yes, umikani hoki, oki, me het asaoki. Մոն, ես էլ ձեր մոտ եի գալիս։ Մոն ինչ է եղել։ Ստել ես այնքան ոտ բան եմ արել, այնքան ոտ չես պատկերացնի։ Գժվելու բան, է որ պիտի ամոթից գետինը մտնես։ Քեզնից չեմ հավատում, բայց արի պատմի տեսնեմ ինչ ես արել, որ ես վիճակում ես։ Գրլեի հանդեպ շատ վատ եմ վարվել։ Չեմ պատկերացրել, որ բոլորը ձեր կառնեն իրանի պատճառով։ Նենց ոտ բան ստացվեց, չպիտի ծիծաղայինք։ Շատ անեղվել Գրլեն։ Ահա որ, նենց նեղված էր, ոնց ես երբ մի կան ստուդիա չէր գալիս։ Գոնե դու կպատմես ինչ ա եղել։ Ուրեմն ես Մոնան Կռլեին ասել էր, եթե ինքը կապույտ մազերով, կապույտ պիջակով ու գազարագույն շալվարով գա, կսիրահարվի։ Ինքն էլ եկել էր։ Հիմա չեմ հասկանում, վերջ, սիրում ես արդեն։ Լիզ, դու իրոք չես հասկացել, որ Մոնան կատակ էր անում։ Բայց ես իրոք չեմ պատկերացրել, որ տես բան կանի ստել։ Ախր ես կատակ էի անում։ Հետո բոլորը եկան իրան տեսան։ Սկսեցին ծիծաղել։ Սկզբում մենք էլ էինք ծիծաղում։ Բայց դե ով կմտածեր, որ այդքան սև Կռլեն, այդքան գունավոր կգար։ Իրականում շատ վատ բան է ստացվել, Մոն։ Ինքը քեզ շատ է սիրում ու քո ասած իրան մեծ հույս է տվել։ Եթե Կռլեի նման տղեն նման բան արել, պատկերացրու ինչքան շատ է քեզ սիրում։ Բայց ես հիմա ինչ եմ անելու։ Կգնաս ներողություն կխնդրես։ Ճիշտ է, Կռլեն մի քիչ բռի տղա է, բայց մեծ սիրտ ունի։ Գոնե շորերով ես թզբե խմի փրծա, թող ես կփրծա։ Լավ կռլե, ես զարմանում եմ։ Մոնաներ բաներ ասեց։ Պետք է գնա իր աներ։ Այս սոբիջան հիասթափված է։ Ես կան բանան եմ։ Ախր ես կան բանան եմ իր համար։ Արա մոնան ուղղակի խժաբր ես։ Հորս հարավ ես հետո ոչ մեկի չեմ սիրահարվելու, թող գնան։ Արա յախ կռլե մի հատ թարգես ես խազիկություններդ։ Տես լավ չի WhatsApp-ում մի հատ էլ գելի նկար քիչ ստորի վրան գրի Ադինոկի Volk։ Մոնան հաստատ վատ մտքով չի ասել։ Չի պատկերացրել, որ իր ասելուց հետո այդ ես բան կարա ստացվի։ Հələ Մոնային հիշի։ Չնայած հեռախոսի դեմի կամերան, որ մի ասես, մեկին մեկ Մոնային կտենաս։ Հորս ճոպիկ սիրտ չունեմ, թե չկը վերացնեի քեզ։ Դու ավելի լավա գնա լողացի ես կապուտ մազերդ վերացրա։
ու ես կապուտ կոստով, ես գազարագույն շալվարով, ես ծիֆանի թզբեխով տղու անունը Ջոն էլ չի, կռլե է։ Вообще չի սազում։ Վերցրու։ Նորմալ տեսքով գաս։ Մուրակամիները սեկան։ Մոնա, քո մուրակամիները շուտ էին եկել։ Ես այդ նկատի չունեի։ Ես նկատի ունեի, որ Մուրակամի CT-ով պատվերներ ես անում, բոլոր պատվերներից հետ վճար ես ստանում Մուրակամիների տեսքով։ 3, 5 կամ 7%-ի չափով։ Լուրջ։ Եթե չունես էփը, հենց հիմա քաշի ու առաջի պատվերից 10% զեղչ կստանաս։ Ես չգիտեի։ Հենց նոր գիտեք ինչ ուժեղ բիզնես մտածեցի։ Ուրեմն ամեն անգամ Մուրակամի City պատվիրելուց առաջ գնում եմ նոր հեռախոս եմ առնում ու ամեն անգամ ստացվում է, որ իմ առաջին պատվերն է ու ամեն անգամ 10% զեղչով եմ պատվիրում։ Ավելացած գումարներ մնում է ինձ։ Բայն հերախոսների վրա ծախսածդ փողը։ Սենց եկել իմ իշտանում։ Ինձ աշխարհը գրավելու համար փոքր բան է մնում։ Երեխեք, ինքեր Սոնան ասեց սպասենք իրան հետներս խոսալու բան ունի։ Ոյ մամա ջան, հասած իմացել է որ Միկոյին սեր եմ խոստովանել։ Ոնց լուրջ։ Վերջապես։ Լիզա, այդ թեմայով բոլորի մոտ հաստատ չի խոսա, ինչ որ ուրիշ հարց է։ Բայց մի րոպե, ոնց ես խոստովանել։ Դու ինքդ քեզ չէիր խոստովանում։ Ես էլ չհասկացա, ճիշտ են ասում, էլի լեզուն չլիներ ագրավները աչքերդ էին հանելու։ Ու կապ չունի, որ այս արտահայտությունը ընդհանրապես այս դեպքի հետ կապ չունի։ Լուրջ դուք հիմա ընկերություն եք անում։ Չէ, ինչ ընկերություն։ Սխալ եք հասկացել։ Հաստատ սխալ եք հասկացել։ Ես իրան ամեն ինչ կասեմ։ Ես կասեմ, որ ես իրան որպես ընկեր եմ սիրում։ Տենց չի կարելի, Լիզ։ Այդ մարդուն էմոցիոնալ ճոճանակների վրա ես պահում։ Վայ Մերի, ես համանումետը չեմ իրան ճոճանակների վրա պահեմ, ինչ ես խոսում։ Լիզա, քեզ նորմալ պահի։ Դու մեծ ու հասուն աղջիկ ես։ Այն ինչը որ քեզ հետ հիմա կատարվում է շատ սիրուն ու նորմալ բան է։ Հիմա որ միասին գնանք լանչի։ Ինձ ոնց պահեմ։ Շատ նորմալ։ Չամաչես։ Չամաչեմ։ Այսինքն, որ մի բաժին ուտեմ չկշտանամ նորը պատվիրեմ։ Չէ, ուղղակի կթողես ձեռքդ բռնի։ Հո, կթողես քեզ էս տոքուկ բերկի։ Բա երեխեք աննորմալ եք։ Դուք ուզում եք ես խայտարակ լինեմ, կռլեի օր ընկնեմ։ Այ կներես մոն։ Լավ, եկեք գնանք դահլիճ, ամեն ինչ կհասկանանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ մի հատ փաշիգի երկերով նաուշնիկ էլի։ Այսինքն Որ պահանսամ տասիկուրս։ Նաուշնիկ, որ մեջ է փաշիգի երկեր էլնի։ Ճամփաս, հերու, քարքարոտ, օրերս, պաղու դարեդոտ։ մենք կարող ենք ձեզ ակաջակալները տանք, իսկ երկը դուք եք ընտրում որը լսեք։ Վայ հորսարան։ Այդ սաղին վրա է, հա։ Սաղ կյանք տանջվան։ Դե լավ, տվեք երկու հատ։ Ընտրեմ։ Ուրիկ ջան, էսի բռակա, մեջ է երկու հատ է։ Հա, բայց պետք է երկու հատ լինի։ Լուր։ Ես մեկը պետք չի, ես էսի ձախի համար էի եկալ եմ։
Իմ լավ ու վատ կյանքիս օրեր քաղցր օրեր Դառնու քաղցր կյանքիս օրեր Սիրո տարոտ երազ օրեր Իմ լավ ու վատ կյանքիս օրեր քաղցր Օրական մեկ ռիլն իմ էջում արժի 2000 դրամ։ Շատ լավ, կփոստեմ, հաջողություն ձեզ։ Ինչի մեզ փառքի պիկին, որ գովազդներ եմ կպցնում էջումս, գլովով օրական 20 հատ պատվեր եմ անում, փողին փող չեմ ասում, ես պետք է ստեղ տխուր նստած լինեի։ Ստյոպիկ, բայց ինձ նենց վատ եմ զգում։ Փոխանակ կռլեին պաշտպանենք, ծիծաղում էինք, է։ Դե ասում ես, էլի, սաղ դրա քյալությունից է գալիս։ Ով է մեղավոր։ Բայց ես չէի սպասում իրանից։ Լավ թունդ սիրահարված է։ Մենա, եկավ։ Այս իսկական կռլենա, հելանք սիրտը շահել։ Էսուր։ Կռլեն եղացած ես, չէ՞ մեզնից։ Ինչ արել եք, լավ եք արել։ Հիմա յան տվեք իզնից։ Հալավ հասկացանք սխալ ենք արել։ Հիմա պետք է սենց նեղված մնաս մեզնից Հուրավիտյան։ Կռլե, մենք տղերքի հետ խոսացել ենք ու ամեն ինչ տեղն ենք գցել։ Մալադես, աբրեք։ Միկա, այս ինչ հոտ է։ Ինչ հոտ։ Ինչ որ մեկը հոտել է աստեղ։ Կռլե կարողա դու ես։ Հա, կռլենա։ Ինչ որ բորբոսի հոտ է։ Կապույտ գույնի բորբոսի։ Ստյոպիկ։ Տղերք, ինձ պետք է օգնեք։ Ես այսօր Լիզայի հետ պետք է գնամ լանչի, բայց գիտեք, ես երբեք ընկերուհի չեմ ունեցել, էլի չգիտեմ ինչ պետք է անեմ, ինչ պետք է ասեմ, ինչ պետք է չասեմ։ Օգնեք, էլի։ Արժանի չես, բայց ես քեզ դասեր կտամ։ Տոքո տված դասերի վրայից էլ մի 5 հոգու մոտ պետք է գնա փողով պարապելու ես խեղճ տղեն։ Իսկ ոնց է բզեմ, թե դու քեզ կբզես։ Չասես, ես ինձ կբզեմ։ Լավ, հիմա ես ինչ անեմ։ Yes, tu mi cani hockey, oki, oki, oki. Me heta sa tu oki. Me heta sa tu oki. Երեխեք, բայց իրականում այսօր ավելի լավ բարեցի կապրեք։ Եվ սոնա բամ ես բան չնեիք ասելու։ Հա, ունեմ։ Ես որոշել եմ նոր պրոֆիլ հավաքեմ, ու այդ խումբը տամ ձեզանից մեկին։ Իսկ ում այ այդ կիմանաք հետո, երեկոյա։ Տեսակ, որ ասում էի մեզանից մեկին է տալու խումբը։ Դե երեք ստելային կտամ։ Չէ, երեխեք, հաստատ չէ։ Համել ձեզնից յուրաքանչյուր էստեղ ավելի մեծ փորձ ունի, քան ես։ Փորձ ինչ կապ ունի, եթե դու եկածդ առաջին իսկ օրվանից իդեալական տիրապետում ես ամեն ինչին։ Ճիշտ է, անգամ մենք կարանք ընկերսոնային առաջարկենք, որ դու լինես այդ մարդը։ Չէ, նման բան չանեք հանկարծ։ Ընկերսոնան տենց բաներ չի սիրում։ Համել ես գիտեմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ուզում է այդ դերում լինի։ Ինչքան էլ ուզում ենք, այդ քիչ է։ Ու մենք հաստատ ուրախ կլինենք, որ դու ընտրվես։ Այնքան շնորհակալ եմ ձեզ։ Ամեն անգամ ապացուցում եք, որ ես ճիշտ տեղում եմ գտնվում։ Ամեն ինչ քո մարդ տեսակից է գալիս, այ խորամանկ։ Ոնց ես արել, որ բոլորս քեզ այսքան սիրում ենք։ Իմացել եք, Սոնան նոր պրոֆների խումբ է տալու աղջիկներից մեկին։ Դուք որտե ես գիտեք, որ տենց թեմա կա։ Հա ով չգիտի, աղջիկները նենց են ոգևորվել, որ ինձ թվում արդեն սա Հայաստանը գիտի։ Ինձ թվում է Լիզային կտան։ Ամենափորձառուն ինքն է։ Տղերք, չեք վերջացրել։ Վերջացնում էինք համարյա, խոսքով ընկանք։ Շատ լավ է, բայց մի ուշացեք, հա, բոլորը ձեզ են սպասում։ Ընկեր Գորներ զանգել, հարցնում էր ամեն ինչ լավ է թե չէ։
Աստծո որ չանհանգստանա։ Էրիկ, իսկ դու տեղյակ ես այս վերջին իրադարձություններից, դե որ ինչ որ նոր խումբ են բացելու պրոֆեսիոնալ։ Հա, տեղյակ եմ ինչի։ Չէ, ուղղակի հետաքրքիր էր, ում են տալու այդ խումբը։ Տղերք, այդ մեր գործը չի։ Նույն ստուդիան ենք ապարում։ Չիմանանք։ Մեր ուշադրությունը պետք է մենակ մեր դասերը լինի։ Ուրիշ ոչինչ մեզ չի վերաբերվում, լավ։ Երեխեք, մազերս լավ է։ Մտածում եմ կարող է գնամ սալոն, ասենք գույնը փոխեմ, մանուշակա գույն ներկեմ, հեն։ Կարող ենք առաջինը քո վարդակույն մազերն հավանել։ Ինչի մեջ ուրիշ էլ հավանելու բան չկար։ Լիզա, Մոնան նկատի ունի, որ ինքը ընդունում է քեզ նենց, ոնց դու կաս։ Մի լարվի։ Արգեք ստյոպիկ բառը 11-12 կարճ համարին եւ դու գնաք հրաշան։ Յախ քարա։ Լավ է տեսքդ։ Դու ինչն է լավ, շրիֆտը դուրս չի գալիս։ Ստյոպիկ, առավոտից այդ հեռախոսի մեջ ես, ինչ ես անում, դու սարի այդ հեռախոսի միջից։ Դու ինչ ես ուզում, սրանից է իմ ապագան կախված։ Վյուերը հելը ուտում են ինձ։ Միկուլ։ Կարող ես տա մոտդ։ Ուղղակի Ռոզլին անցած տարի տվել եմ Սոնային։ Չէ, դու ես պայի քեզ։ Ինձ ավելի լավ ասա, ես այսօր ինձ ոնց պահեմ։ Գնամ ասեմ բարև Միկա, ես եկել եմ։ Չէ գիժես, կգնաս կասես բարև իմ սրտիկ։ Բարև կյանքս։ Մի անգամից կբռնես ձեռքը։ Թող իմանա, որ վերջ իրա խալաստյա կորերին։ Միանգամից կգնաս կասես ես ինչ ուզեմ հագնելու եմ, ուր ուզեմ գնալու եմ։ Սանտիմետր կպահես, կասես չտենամ ծնգիցդ մի սանտիմ վերև հագնես։ Աննորմալ եք, հանկարծ տենց բաներ չանես։ Պահի քեզ դենց ոնց սիրտդ ազգում։ Համել մենք ինչ էլ ասենք, մեկա չենք զգում, ինչ դու ես զգում։ Լաչի ժաբն էլ արդեն ավարտվում է։ Իսկ դու միջև հիմա մտածում ես, թե Միկային ինչ ես ասելու։ Դե լավ երեխեք, ես գնում եմ։ Իմ հետևից մարգանցովկի ջուր կշփեք, լավ։ Տատիկս միշտ իմ քնություններից առաջ մարգանցովկի ջուր է շփում։ Դե էս էլ կյանքի կարևորագույն քննությունը։ Սպասեք մի հատ հայելու մեջ ինձ նայեք։ Ոյ, ոնց առաջ, քան հայելու մեջ։ Օրո, ամենակարևորը։ Ամուսնանալուց հետո, երբ հիպոթեկով տուն վերցնեք, փողը կիսով եք փակվում։ Որ էշես չմնա էլի վզիտ։ Վերջ Երիկա։ Մնում խորհուրդ տաս թորներից որ դպրոց եմ տանելու։ Առանց դե լարված է հիմա լրիվ խառնեցիք ինձ իրար։ Ես շատ լավ գիտեմ ինչ պետք է անեմ։ Օհ։ Վիդիշլի ընկերուի ունի մեզ է ռադ արեց։ Արի։ Լավականի երեխա չունի։ Հա։ Լիզ, խառնվել իրար գալու ես չէ։ Եթե ես չգայի, կանգնած գայի, դու ստեղ կանգնած խառնված չէ։ Բա ոնց հասկացար ինչ էի ասում։ Բա դու ոնց հասկացար ես ինչ էի ասում։ Մայրական սիրտս լցվեց։ Ինչ քյուտ տոպոյներ են։ Միկ, կարող ուզում էիր մտնել թիքետ սիստեմ։ Հա։ Մի հատ լավ կինո ընտրեիր։ Հա։ Միասին գնանք տոմսեր առնեիր։ Հա։ Միկ, այնքան լավ է, որ դու այսքան նախաձեռնող ես։ Հա, բա։ Գնանք։ Երեխեք, լրիվ գտել են իրար։ Այնքան իրար համար են ստեղծված։ Բա տենց էլ պետք է լիներ։ Միկան շատ տառապեց, բայց կարևորը իր ուզածին հասավ։ Լիզաս լավ ձեռքերում է, սիրտս հանգիստ է։ Վայ Միկա, դա ճապոներեն բառեր ասեց։ Ամենախնդալունն է, որ տենց էլ իրար հասկացան։ Բա ձեռը, ոնց էր ուզում ձեռը բռնել, ոնց խվատայի կաններ։ Չէր բռնում էր գցում էր Լիզայի ձեռը։ Դե լավ երեխեք, չի կարելի, մեր ընկերներն են։ Հերիք չհական չենք դրել, մի հատ էլ կանգնած ծիծաղում ենք։ Իա, քիչ էր մնում հավատայի։ Կռլե։
Լավ, հագել ենք այս թեման։ Այդ թեման կար, այդ թեման չկար։ Всё, մոռացանք։ Հարց չկա։ Կրլե կներես ինձ։ Ես չէի պատկերացնում, որ դու տենց բան կանես։ Ուղղակի կատակ էի անում։ Հարց չկա, Նորո ջան։ Լավ է գոնե այս պատմության մեջ մի հատ լավ բան եղավ։ Տենաս նորմալ սեղանի կնստեցնել Լիզայի Հայաստանի։ Երեխեք, բայց Լիզան շատ ուշացավ։ Մի տեսակ անհանգիստ եմ։ Մտածեցի, որ զանգեմ կխանգարեմ։ Հա, պետք չի զանգել, հեսա կգա։ Երեխեք, ապրեք, պայմանավորվեցինք հանդիպում ենք մյուս դասին։ Երեխեք, բոլորդ այստեղ եք։ Մենակ Լիզան չկա, բայց հեսա կհասնի։ Ասել էի, չէ, որ չուշանակ բոլորդ ներկա լինեք։ Մի հատ զանգեք Լիզային տեսեք երբ կհասնի։ Վայ ինքեստոնա, 1000 անգամ կներեք ինձ։ Այդքան էլ Միկային ասեցի ուշանում եմ։ Ասում է չէ բա, թեզ բամբակ մարոժին էլ փորձենք, գնանք այս կարուսելներ նստենք, մի հատ լատե խմենք, կինո նայենք։ Լավ, Լիզա, մանրամասները հետո, հիմա կանգնի։ Աղջիկներ, ես երկար մտածեցի։ Իրականում ձեզնից շատերը կարող են այդ պատասխանատու գործը իրանց վրա վերցնել։ Բայց հասկանում եք, որ ձեզանից մեկին պետք է ընտրեմ։ Հա, ընկեր Սոնա, հասկանում ենք, այնպես չի, որ այստեղ ինչ-որ մեկը նեղանալու է։ Հակառակը, բոլորս էլ ուրախանալու ենք այդ մեկի համար։ Գիտեմ, դրա համար էլ սիրտս հանգիստ է։ Այս անգամ խումբը որոշել եմ վստահեմ Ստելային։ Ող Ստել, դու այնքան արժանի էիր։ Իրոք, մենք տենց էլ գիտեինք, շոքով ես հա։ Ստելա, ես ոնց որ ուրախ չես, հա։ Կարող ուրիշ զբաղվածություն ունես։ Չէ, ընկեր Սոնա, ուղղակի շատ անսպասելի էր։ Չէի մտածում, որ ինձ կընտրեք։ Շատ շնորհակալ եմ։ Կարծում եմ գիտակցում ես ինչ մեծ պատասխանատվություն է։ Բայց ես էլ, աղջիկներն էլ քեզ հավատում ենք ու վստահում։ Չէ, աղջիկներ։ Տիկին Սոֆի։ Մնանց ես լացում ոնց որ դու ես ելնելու այդ խմբի դասատուն։ Դուք դա չեք հասկանա։ Սա մայրական հպարտություն է։ Այդ քանի անգամ ես մայր դառը։ Դու ցենը։ Դու մեզ հələ լիքը պատմելու բան ունես։ Տղեկ, ես ինչ եք անում ստեղ։ Հիմա այդ նույն հարցը ես եմ քեզ տալի։ Ես եկել եմ Ստելայի հետևից։ Հենց հիմա գնում ես, 101 հատ վարդ ես առնում, բերում նվիրում ես Ստելիկիս։ Սիրում։ Շոր առիթ կա չգիտեմ։ Հա, կա։ Սոնան հենց նոր Ստելային նշանակեց նոր խմբի ղեկավար։ Պավիշենի։ Ես ինչ լավ բան ասեցիք։ 101 հատն էլ ա քիչ, 1001 հատ պիտի նվիրեմ։ Այո, այո, բայց եկեք մենք գնանք, որտեվ Սոնան ստեղ որ մեզ տենա կհասկանա որ սա իսկ։ Ելեք։ Այ, ուզում քիչ քրտինք Արեց ես քանի անգամ ես մայր դառը։ 1, 2, 3, Չովսկի, 1, 2, 3, Չովսկի, 1, 2, ստոպ։ Всё, երեխեք, ապրեք, շատ լավ էր։ Ստել, վաղը կգաս մի քանի կարևոր կետ կասեմ, ընդհանրապես չլարվես, լավ։ Всё, երեխեք, ես գնացի բարի գիշեր, դուք էլ գնացեք նարդեր։ Երեխեք, եկեք մենք էլ դուրս գանք էլի։ Էլ չեմ դիման, ուզում եմ Լիզան պատմի։ Վայ։ Խիք սենց լարվել, սովորական ժամադրություն է էլի։ Հələ սրան նայեք։ Ոնց որ մի քիչ առաջ դու չէիր խառերը բառնում Միկայի հետ խոսալու։ Դուք ինչ գիտեք։ Դե Լիզ, միշտ էս հա լինում, որ լարվում ես, բարերը խառնում ես։ Առաջի օր քեզ ճանաչում ենք։ Հա, ես էլ մտածեցի կանգնել եք ականջեք դրել, ուզում էի նեղանայի ձեզանից։ Հայ, չէ, ինչ ականջ դնել։ Մենք, չէ, եկեք երեխեք։ Հաստատ նսել եք։ Հա, պատմի շուտ արա։ Այ, ինչ եք լարվել, սովորական ժամադրություն էր։ Արա, էսի գնացել մեզ խայտարակ արել։ Ես չգիտեմ, ես Ստելիկիս համար եմ անհանգիստ։ 1000-ը։ Չգիտես լարված քեզ եմ սպասում։ Ինչ նորություն ունես։ Հարմար չէր տեղս։ Իմացի ամեն ինչ մեր ուզածով ա եղել։ Այս արդեն վերջն է։ Կարամ հանգիստ լինեմ։
Հա, բայց հիմա հարմար չի։ Դու չզանգես, ես քեզ կզանգեմ։ Ճոպիկը մեռնի քո ջանին։ Այս կաները խայերը որ եկար ստուդիա, ո՞նց ես մեծացար։ Ոչ ճոպիկ։ Գնացա։ Ոչինչ որ ստելային գողանամ ձեզանից։ Բայց քեզ գողանում աղբեր։ Մարդավարի շնորհքով ձեռքից վերցրու քաշտուր տար։ Աղջիկներ, վաղը կհանդիպենք։ Բայ։ Երեխեք ինչ լավ եղանակ է։ Եկեք միասին քայլենք։ Քայլ ենք, բա ինչ։ Համել նոր վիդեոս կգնահատեք։ Դու նախանձներ։ Կարող է վաղը մյուս օր բարտերով մատնաքաշեմ կպցնում։ Ստելը ինչի ես ես դեմքով։ Ինձ թվում է պիտի ուրախ լինես, ամեն ինչ մեր ուզածով ա եղել։ Մեր չէ, դավքո։ Հիմա ինչն է խնդիրը։ Ես քեզ չեմ էլ ասել մենք ինչ ենք անելու։ Չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ինչ ես որոշել։ Չեմ ուզում լսեմ։ Իսկ եթե չլսես ոնց ենք իրագործելու մեր պլանավորածը, ի՞նչ է քո հետ կատարվում։ Երբեք չէի մտածի, որ ինչ-որ մեկին ընտրության առաջ կկանգնացնեմ, բայց դա հենց այս պահից սկսած որոշի։ Կամ դուրս ես գալիս այդ խաղից, հեռու ես մնում Զարայից ու ամբողջ պատմությունից, կամ հենց հիմա, հենց այստեղ մենք իրար հրաժեշտ ենք տալիս։ Ինչ ես խոսում, ինչ է կատարվում քո հետ։ Երեք ուրիշ Եթե ես կարևոր եմ քո համար, արա դա ինձ համար։ Ես չեմ կարող ընկերսոնային ցավ պատճառել։ Հա, մի պահ դու ինձ շեղել էիր, բայց ես չեմ ուզում իրան դավաճանեմ։ Քո որոշումը արդեն պարզ է։ Դու ուզում էիր, որ ես քո համար զոհողության գնամ, բայց դու իմ համար ոչ մի բանի պատրաստ չես։ Լավ մնա դա։ Սիրելիներս, վերջապես հասել ենք օքի երկրորդ եթերաշրջանի վերջին 12-րդ սերիային, որը YouTube-ում հաջորդ շաբաթ չի լինելու։ Հիմա կասեք, ոնց չի լինելու, ոնց կարող ենք դիտել։ Ասեմ, մայիսի 31-ին, ժամը 17:30-ին Նայիրի կինոթատրոնում ձեզ հետ միասին անելու ենք 12-րդ սերիայի նախադիտումը, այսինքն դերասանները ձեզ հետ նայելու են 12-րդ սերիան։ Հիմա կասեք ոնց տոմսերը առնենք, տոմսերի լինկը դրված է այս սերիայի ներքևում։ Օքի երկրորդ եթերաշրջանի 11-րդ սերիայի ներքևում դրված է լինկը, կարող եք պատվիրել այդ լինկով կամ Nairi cinema.am կայքից կամ պարզապես զանգարեք այս նշված հեռախոսահամարներով։ Տոմսերը վաճառվելու են միմիայն իմ ասած տարբերակներով։ Չեմ համբերում, վերջապես հանդիպելու ենք ձեզ հետ, նկարվելու ենք, իրար գրկելու ենք, պաչիկներ ենք անելու։ Գիտեք, չէ, կարող է տատին էլ գա։ Փորձեք ինչքան հնարավոր է շուտ ձեռք բերել ձեր տոմսերը, որովհետև լսել եմ այն Ազատիկը ուզում է սաղ զալի տոմսերը առնի, մենակով նստի զալում։ Ախպեր էլի մի րոպե։ Սոնակուրիկ ճիշտ հասկացա, այս գարնան վերջի օրը 5:30 Նայիրի կինոթատրոնում են սիրուն։ Բոլորով նայում ենք 12-րդ սերիան։ Այո։ Ճիշտ եմ ջոգել, խելն Դա շատ ճիշտ ես հասկացել։ Մի խոսքով հանդիպելու ենք մայիսի 31-ին, ժամը Իմ պլակատները կսարքեք, ժամը 17:30։ 17:30։ Իմ ու Կարլայինն է։ Խնդրում եմ մեզ չմոռանաք։ Այ քեզ միշտ հիշում են, դրա համար է ինձ ու Կարլայինը ես շատ եմ քեզ։ Մի խոսքով կգաք լիքը պլակատներով, բարձր տրամադրությամբ, որովհետև այդ օրը մեր տրամադրությունն էլ է շատ բարձր լինելու։ Մենք անհամբեր ենք, սպասում ենք բոլորին։ Ինձ էլ մի հատ թան։ Արի ասենք օքի, օքի, օքի